Այս ընտրությունները Նիկոլի համար եւ ՔՊ-ի եւ ամբողջ Արևմուտքի համար ճակատագրական ընտրություններ էին։ Եվ իրենք այս ընտրությունները հաղթելու համար դիմելու էին եւ դեռևս դիմելու են ամեն ինչի։ Ցանկացած խախտման կամ ամեն ինչի իրենք ունակ են։ Քանի որ սա կապված է իրենց ճակատագրի եւ իրենց հետագա կյանքի հետ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է իրենց համար, որ ամեն կերպ Նիկոլը հաղթի։ Եվ դրա համար Նիկոլը սկսեց իր ընտրարշավը դեռ տարվա սկզբից, գնալով տարբեր մարզեր եւ խոսելով եւ իր քարոզարշավը սկսելով։ Եվ նույն ժամանակ իշխանությունները ճնշում էին բոլոր ընդդիմադիր ուժերին կամ այն քաղաքական գործիչներին, ովքեր որ ունեին հնարավորություն որևիցե մի գործողություն անեին, եւ իրենց դրեցին ճնշումների տակ։ Սա անկեղծ ասած, ինչ են ասում, անակնկալ չէր։ Երբ որ մարդու ճակատագիրը, մարդու կյանքը կախված է ինչ որ մի պարանից, այդ մարդը այդ պարանից կարճելու է եւ չի խորշի ամեն ինչ անելու, որպեսզի այդ պարանը մի պինդ պահի։ Դեռևս մոտ 2 տարի առաջ, 2024 թվականին, այսօր սոցիալական ցանցերը հիշեցրեցին, որ ձեզ հետ ունեցել ենք նույն այսօրը մի հարցազրույց եւ անդրադարձել էինք իրավիճակին ու նաեւ ընդդիմության խնդիրներին։ Եվ այն ժամանակ ասել է, որ եթե ընդդիմությունը մինչև 2026 թվականի ընտրությունները Նիկոլին գահընկեց չանի եւ իրեն չհեռացնի, Նիկոլը կոպիտ խախտումներով ամեն ինչ անելու է, որպեսզի նորից վերընտրվի։ Եվ այդ վերընտրության մեջ Արևմուտքը ամբողջ ուժով իրեն թիկունք է կանգնելու։ Վերջիվերջո, երբ որ Նիկոլը իշխանության գլխին չլինի, այդ ժամանակ պարզ կդառնա, որ ամբողջ Արցախի հանձնումը, Հայաստանի հանձնումը, 2020 թվականի պատերազմի մեջ պարտությունը, դրանից առաջ Հայաստանի հույսիս հարավ ծրագիրը, որ շուրջ 3 տարի սառեցվեց եւ մնացած շատ այլ խնդիրներ, տնտեսական, քաղաքական, հոգեբանական եւ այլ հարցեր, դրանք բոլորը ջրի երես են հելնելու եւ երևալու, որ այդ ամեն ինչի հետեւ կանգնած է եղել Արևմուտքը իր ամբողջ թափով, իր բոլոր դեսպանատներով, որը որ Հայաստանում են եղել եւ աշխատել են։ Այդ իսկ պատճառով Արևմուտքը ամեն ինչ պիտի աներ, որպեսզի Նիկոլը վերընտրվի եւ ինքը արեց դա։ Եվ տեսնում ենք միջև անգամ Միացյալ Նահանգների նախագահը միջամտեց, ասեց, որ եթե Նիկոլը չլինի, չգիտեմ ինչ չի լինի եւ այլը եւ այլը։ Ֆրանսիայի նախագահը, ամբողջ Եվրամիությունը մարդ չմնաց, մինչև անգամ Էրդողանն էր մնում գար ասել, որ գիտեք ինչա ժողովուրդ ջան, եթե Նիկոլը չընտրվի, ես հայ-թուրքական սահմանը չեմ բացելու, չնայած էլի նորից չի բացելու։ Բայց Նիկոլը իրենց համար, այսպես ասած, կարդինալ քարտ է, որը որ իրենք պիտի վերցնեն եւ պահեն փայփայեն իրեն։ Եվ մենք դա տեսանք ամբողջ ընտրությունների ընթացքում։ Ես